Կխնդրեմ գնանք երկրորդ Կորինթացիներ 5-րդ գլուխ։ Տերը օգնական լինի ինձ այսօր։ Հալելույա։ Երկրորդ Կորինթացիներ 5-րդ գլուխ 14-ից 17 հատվածն եմ կարդում, որովհետև Քրիստոսի սերը ստիպում է մեզ, և մենք սա ենք մտածում, թե եթե մեկը ամենքի տեղը մեռավ, ուրեմն ամենքը մեռած են, և ամենի համար մեռավ, որ կենդանի լինողները այլևս ոչ թե իրենց անձերի համար կենդանի լինեն, այլ նրա համար, որ իրենց համար մեռավ և հարություն առավ։ Ուրեմն, այսուհետ մենք ոչ ոքի չենք ճանաչում մարդկային տեսանկյունից, ներողություն, ես մի քիչ կթարգմանեմ մեր հայերեն չթարգմանված տարբերակը։ Ուրեմն այսուհետ մենք ոչ ոքի չենք ճանաչում մարդկային տեսանկյունից կամ մարդկորեն, որ թեև ժամանակին Քրիստոսին ճանաչում էինք մարդկորեն, բայց հիմա այլևս այդպես չենք ճանաչում։ Ուրեմն, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր ստեղծված է, հները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Ամեն։ Այսօր ես իմ քարոզը վերնագրել եմ լինել Քրիստոսի մեջ, կամ հները անցան, ամեն բան նոր է։ Մենք այսօր նայելու ենք իրար հետ Աստծո խոսքից, ինչ է նշանակում լինել Քրիստոսի մեջ, ինչ է նշանակում ովքեր որ Քրիստոսի մեջ են, նոր արարածներ են։ Գիտեք, նոր արարածները նրանք չեն, ում կյանքում պարզապես իրենց հին առօրյային ավելացել է կիրակի օր եկեղեցի գալը։ Նոր արարածներ նրանք չեն, ովքեր, երբ որ ընկնում են նեղության մեջ, հիշում են հավատացյալների Աստծուն և խնդրում, որ հավատացյալները աղոթեն իրենց Աստծուն։ Կամ նոր արարածները նրանք չեն, ովքեր Սուրբ Ծնունդին, հարության տոնին կամ Պենտեկոստեին եկեղեցի են գալիս։ Նոր արարածները նրանք չեն, ովքեր ինչ-որ ժամանակը մեկ կհիշեն իրենց փոշոտ Աստվածաշունչը բացել, որպեսզի պարզապես իրենց խմբակի ավագին ասեն, որ իրենք էլ են կարդացել։ Նոր արարածները նրանք չեն, ովքեր հիշում են Տիրոջը աղոթում, երբ որ նեղության մեջ են կամ կարիքի մեջ։ Խոսքն ասում է, նոր արարածները նրանք են, ովքեր Քրիստոսի մեջ են։ Մենք պետք է նայենք ինչ է նշանակում լինել Քրիստոսի մեջ։ Մարդը հնարավոր է լինի եկեղեցում, բայց չլինի Քրիստոսի մեջ։ Մարդը կարող է լինել նստած եկեղեցում, բայց չլինի Քրիստոսի մեջ։ Մարդը կարող է լսել Քրիստոսի խոսքը և չլինի Քրիստոսի մեջ։ Մարդը կարող է երկար տարիներ լինել եկեղեցում, բայց նրա կյանքից որևէ հին բան չի անցել և որևէ նոր բան չկա։ Նրանք, ովքեր Քրիստոսի մեջ են, կամ Քրիստոսի մեջ լինելու առաջին պտուղը, առաջին արդյունքը նա է, որ նրա կյանքից հները անցնում են, և նրա կյանքում ամեն բան դառնում է նոր, և այդ ամեն նորն է նրան դարձնում նոր արարած։ Արարած, որի կյանքում ամեն բան նոր է։ Արարած, որ ապրում է նորովի, ապրում է նոր կյանքով, որը մերժել է հինը։ Գիտես, մի շատ կարևոր բան եմ ուզում ասել, որևէ հին բան իմ ու քո կյանքից մեխանիկորեն կամ ավտոմատ կերպով ուղղակի չի գնում։ Այդպես չի, որ ես ու դու գալիս ենք եկեղեցի և հները մեր կյանքից ոտավորվում են, հավաքում իրենց վեշմեշոկը ու գնում են։ Ես ու դու որոշում ենք կայացնում Հիսուս Քրիստոսի անունով ամեն հին բան մերժել մեր կյանքից, ամեն հին բան թողնել, ամեն հին բանից թեքել մեր երեսը
եւ ընդունել նորը, նոր Տեր, նոր կարգուկանոն։ Եթե կարծում եք, որ մենք Տեր չունեինք մինչև Քրիստոս Տիրոջը, ես ասեմ ունեինք, մենք ուրիշ Տիրոջ էինք ծառայում, հետո եկավ մի պահ, երբ որ մենք հասկացանք, որ մենք պիտի ապաշխարենք ու մենք ընտրենք կամ մենք արձագանքենք այն ճշմարիտ Տիրոջով ընտրեց մեզ։ Այդտեն չի, որ մենք Տեր չունեինք, ունեինք Տեր։ Եփեսացիների 2-րդ գլուխ 1-10 հատվածում Պողոս առաքյալն ասում է, որ մենք ժամանակին հանցանքների մեղքերի մեջ մեռած էինք եւ մենք ապրում էինք մեր մարմնի ցանկություններում, մարմնի մտքի կամքն էինք կատարում այն օդի իշխանության իշխանի ուզածի պես, որ հիմա էլ շարունակում է ներգործել ապստամբության որդիների մեջ։ Այդ ապստամբության որդիների մեջ մենք էլ ժամանակին քայլում էինք մեր մարմնի կամքը կատարելով եւ բնությամբ բարկության որդիներ էինք, որդիներ, որոնց վրա էր մնացել Աստծո բարկությունը։ Բայց նոր Տերը, հավիտենական Տերը, Տերերի Տերն ու թագավորների թագավորը կասի, ով որ ունի որդուն, ունի հավիտենական կյանք եւ բարկությունը մնում է միայն նրանց վրա, ովքեր չեն հնազանդվում որդուն։ Ամեն։ Ովքեր Քրիստոսի մեջ են, նոր արարածներ են, նրանց կյանքից պետք է հները անցնեն եւ ամեն բան դառնա նոր։ Ես պիտի Հիսուսի անունով դեմ կանգնեմ ամեն հնի։ Հովանես Ավետարան 1:12-13-ում ասում է. ովքեր որ նրան ընդունեցին, Տիրոջը, նոր Տիրոջը, հավիտենական Տիրոջը, ովքեր համաձայնվեցին նրա հետ, ովքեր հավատացին նրա անվանը, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, որոնք ոչ մարմնից, ոչ արյունից եւ ոչ մարդու կամքից ծնվեցին, հապա Աստծուց ծնվեցին։ Ամեն։ Ես ու դու Աստծուց ենք ծնվել։ Ոչ թե մարմնավորապես, ոչ թե արյունից, ոչ թե մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցինք։ Մենք դարձանք նոր արարած։ Եվ այդ ծնված նոր արարածները, եթե Հիսուսի անունով չմերժեն հինը իրենց կյանքից, եթե չհաստատվեն Քրիստոսի մեջ, եթե չապրեն Քրիստոսի մեջ, հինը իրենց հետ կտանի։ Ամեն հին խմոր ողջ զանգվածը կսարքի հին, Աստծո խոսքն ասում է, ամեն հին մի փոքրիկ բան ամբողջը կսարքի հին։ Մատթեոս 9-րդ գլուխ մի հատված կդիտարկենք հնի հետ կապված, Մատթեոս 9-րդ գլուխ 14-ից 17 հատվածը։ Այն ժամանակ Հովանեսի աշակերտները նրա մոտ եկան եւ ասացին. Ինչու մենք եւ փարիսեցիները շատ անգամ ծոմ ենք պահում, բայց քո աշակերտները ծոմ չեն պահում։ Եվ Հիսուսը նրանց ասաց. Միթե կարող են հարսանիքի որդիները սուկ պահել, քանի որ փեսան իրենց հետ է, բայց օրեր կգան, որ փեսան նրանցից վեր կառնվի, եւ այն ժամանակ ծոմ կպահեն։ Ոչ ոք նոր լաթի կարկատան չի գցում հին հանդերձի վրա, որտեվ նոր լաթի կտորը այդ կարկատանը կպատրի հին հանդերձից, եւ պատրվածքը ել ավելի չար կլինի։ Եվ նոր գինին էլ հին տիկերի մեջ չեն լցնի, ապա թե ոչ, տիկերը կպատրվեն եւ գինին կթափվի, եւ տիկերը կկորչեն, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում եւ երկուսն էլ պահվում են։ Ամեն։
Հին հանդերձ նոր լաթի կտոր, հին տիկ նոր գինի։ Ինչ է նշանակում լինել Քրիստոսի մեջ։ Հին հանդերձը դա մեր հին կյանքն է։ Գիտեք, այսօր մենք բոլորս կարծում եմ ծառայողներս առնչվում ենք մարդկանց հետ մեր ծառայությունների ժամանակ, որոնք հին մարդիկ են, հին հանդերձներով, պարզապես նրանք ուզում են իրենց կյանքում ինչ-որ որոշակի նոր լաթի կտորներ կարկատել իրենց պատրված ցնցոտիավոր կյանքի վրա, նոր կյանքից որոշ բաներ վերցնել։ Հիսուս Հովանեսի աշակերտներին և փարիսեցիներին ասում էր, լսեք, դուք ապրում եք հին կյանքի մեջ, հին հանդերձներով եք, բայց ծոմը, որը նոր կյանքի սկզբունք է, պահում եք, չգիտես ինչու։ Դրանք են մարդիկ են, ովքեր ապրում են հին կյանքով, բայց նեղության ժամանակ հիշում են նոր Տիրոջը աղոթելը։ Հին մարդիկ պարզապես իրենց կյանքում ավելացել է կիրակի օրը եկեղեցի գալը, պարզապես մոմ են մոռացել բերեն իրանց հետ։ Եվ ինչ ասում Տերը, նոր լաթի կտորը, այն ինչը շատ վիրավորական է Աստծո համար, որովհետև Տերը մեզ երբեք նոր լաթի կտոր չի ուզում տա, նա ուզում է մեզ նոր հանդերձներ տա։ Բայց մենք ասում ենք Տեր, քո նոր հանդերձը մեզ պետք չի, մենք մի նոր լաթի կտոր, պարզապես կվերցնենք ու կկարկատանք մեր հին կյանքի վրա, մենք պարզապես մեկու մեջ աղոթելը կավելացնենք մեր հին կյանքին, մենք պարզապես երբեմն եկեղեցի գալը կավելացնենք մեր հին կյանքին, մեր հին հանդերձին, բայց գիտես ինչ կլինի, դու շուտով խայտառակ կլինես, որովհետև երբեք նոր լաթի կտորը չի համապատասխանի քո հին հանդերձին, և կգա փորձությունը, կգա քննությունը, կգա դժվարությունը, և դու շատ մեծ պարտություն կունենաս, և քո պարտությունը շատ մեծ կլինի, քեզ ոչ թե նոր լաթի կարկատան է պետք, քեզ նոր հանդերձ է պետք։ Եվ ոչ էլ նոր գինին կդնեն հին տիկի մեջ, հին տիկ, որը փոխված չի, ապրում է հին սկզբունքներով, հին կյանքով, հին սովորույթներով, բայց գալիս է նոր կյանքը իր զորությունով, իր օծությունով, և այս մարդը փորձում է նորը վերցնել հնի մեջ, և գիտեք ինչ կլինի, հին տիկը կպատրվի, իսկ նոր գինին կթափվի, որպեսի նոր գինին մնա, որպեսի նոր կյանքը, պտուղը, հասունացումը, արդարությունը, օծությունը, զորությունը, շնորհքը, դրա համար նոր տիկ է պետք։ Նոր տիկ։ Ես հիշում եմ Գործք Առաքելոց 5-րդ գլխում երկու հոգու, որոնք հին տիկի մեջ փորձեցին նոր գինի պահել, Անանյան ու Սափիրան։ Գիտեք, ես կարծում եմ, որ նրանք հին տիկ էին, բայց նրանք եկան Աստծո առաջ, և իրենք ուզեցին նոր բան անել, մի բան, որը հատուկ էր նրանց, ովքեր նոր տիկեր են։ Ու երբ որ իրենք պարզապես փորձեցին իլյուստրացիա անել, պարզապես փորձեցին Աստծո ներկայության մեջ նմանվել նոր տիկերին, հին տիկերը պատրվեցին և գինին թափվեց։ Լինել Քրիստոսի մեջ նշանակում է լինել նոր տիկ և պարունակել նոր գինի։ Ամեն։ Մենք հասնելու ենք այնտեղ ինչպես լինել Քրիստոսի մեջ։ Ես գիտեմ, որ ամեն մի արտահայտությունը լինել Քրիստոսի մեջ, քո մեջ հարց կառաջացնի, իսկ ինչպես ես լինեմ Քրիստոսի մեջ, կամ ինչպես հասկանամ, ինչ է նշանակում լինել Քրիստոսի մեջ, մենք գնում ենք այդտեղ։
Եսայա 43-րդ գլուխ 18-19 հատվածն եմ ուզում կարդալ։ Առաջինները մի հիշեք և հին բանները մի մտաբերեք, ահա ես նոր բան եմ անում, հիմա կհայտնվի, միթե չեք իմանում, նաև մի ճանապարհ եմ շինելու անապատում, ամայի տեղերում էլ գետեր։ Գիտեք, ես ցավով հիշում եմ քրիստոնյաների, ասեմ ձեզ, որ այդ քրիստոնյաները միշտ շրջապատում են մեզ, չգիտեմ, քրիստոնյաների, լավ, այդպես հավատքով հռչակեմ, որոնք չգիտես ինչու երբեմն կարծես վկայություն են ուզում տալ, բայց այնպիսի պարծանքով են մտաբերում հիշում իրենց հին կյանքի արկածները, տպավորություն է, որ ձեռքները ճար լինի, մեծ հաճույքով կգնան նորից դավայելելու, շատ մեծ ցնծությունով, դու պետք է տեսնես, թե ոնց են փայլում իրանց աչքերը, և որ հիշում են այդ բոլոր դրվագները, բայց խոսքը ինձ ու քեզ ասում է, առաջի բաները մի հիշեք և հին բաները մի մտաբերեք, հները անցան, Պողոս առաքյալն ասում է, Հռոմեացիս 6:6, այս գիտենանք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը փչանա, որ այլևս մեղքին չծառայենք։ Եթե դու զզվանքով, ափսոսանքով, զղջումով չես հիշում քո հին կյանքը, ուրեմն խնդիր կա։ Խնդիր կա։ Նրանք պատմում են բաներ, որոնք լավագույն դեպքում լավ կլիներ խոստովանվեին միայն ներքին սենյակում։ Եվ վերջին անգամ։ Հիշատակվեին մեկ և վերջին անգամ ներքին սենյակում։ Որտեղ թե իրենք կմոռանային և թե Տերը կներեր ու կմոռանար։ Ես գիտեք ինչ եմ հասկացել։ Այն ինչը դու հիշում ես, Տերն էլ է հիշում։ Ներեք ինձ, բայց խոսքը մեզ ասում է, ինչպես դուք կներեք, այնպես ձեզ կներվի, ամեն, Հայր ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտականներին, որտև եթե դուք մարդկանց ներեք, այնպես էլ Հայրը կների, և եթե դուք մարդկանց չներեք, Հայրը չի ների, ուրեմն Կողոսացիներում մենք քիչ հետո կկարդանք, իրար ներեք, ինչպես էլ Աստված Քրիստոսով ներեց ձեզ։ Այն ինչը որ Տերը ներել է ու մոռացել ու չի հիշում, եթե ես այն շատ հաճույքով եմ հիշում, ինչ եք մտածում Աստծո հիշելու մասին։ Լինել Քրիստոսի մեջ նշանակում է ապրել նրա համար, ով մեռավ և հարություն առավ մեզ համար։ Ես նորից կարդում եմ 2 Կորինթացիներ 5-րդ գլխի 14-ից 16 հատվածը։ Որովհետև Քրիստոսի սերը ստիպում է մեզ, և մենք սա ենք մտածում, սրանում ենք համոզված, որ եթե մեկը ամենքի փոխարեն մեռավ, ուրեմն ամենքը մեռած են, և ամենի համար մեռավ, որ կենդանի լինողները այլևս ոչ թե իրենց անձերի համար կենդանի լինեն, այլ նրա համար, որ իրենց համար մեռավ ու հարություն առավ։ Լինել Քրիստոսի մեջ նշանակում է կենդանի լինել, ապրել նրա համար, ով մեռավ ու հարություն առավ մեզ համար։ Ամեն։ Մենք գնում ենք այնտեղ, որտեղ պետք է,
լինել Քրիստոսի մեջ, ովքեր Քրիստոսի մեջ են, նոր արարած են։ Եթե ես ապրում եմ նրա համար, ով մեռավ ու հարություն առավ ինձ համար, հները գնում են իմ կյանքից։ Ես հեռացնում եմ հները, որտեղ ես հներով չեմ կարող ապրել նրա համար, ով մեռավ ու հարություն առավ ինձ համար։ Աստծուն պաշտելը շատ լավ է, փառաբանելը շատ լավ է, ծառայելը շատ լավ է, բայց այդ ամենը փուչ է, եթե մենք դա չենք անում իր ուզածի պես։ Մենք ոչ միայն պիտի անենք այն, ինչ որ ինքն ասում է, այլ մենք պետք է անենք այնպես, ինչպես ինքն ուզում է։ Ամեն։ Ցանկացած բան, որ մենք կանենք, եթե իր ուզածի պես չանենք, խնդիր կա այդտեղ։ Կողոսացիս 3-րդ գլուխ 5-ից 17 հատվածը։ Ուրեմն սպանեք ձեր անդամները, որ երկրի վրա են, պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չարցանկությունը, ագահությունը, որ կռապաշտություն է, որոնց համար Աստծո բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա, որոնց մեջ դուք էլ մի ժամանակ գնացել էիք, երբ որ կենդանի էիք դրանցում, բայց հիմա դուք էլ դեն գցեք այդ ամենը, բարկությունը, սրտմտությունը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերաններից, սուտ մի խոսեք իրար հետ, հանեք հին մարդը իր գործերով ձեր վրայից եւ հագեք նոր մարդը, մինչ շարունակել է, խնդրում եմ մի պահ կանգնենք այստեղ։ Այս հատվածում նշում էր հին բաներ։ Ամեն։ Եկեք այս ամենի անունը դրեմ հին բաներ։ Պոռնկություն, կիրք, պղծություն, չարցանկություն, ստություն, բարկություն, սրտմտություն, ամոթալի խոսքեր, անեկդոտներ, հայհոյություններ։ Եվ ինչ է խոսքը ասում։ Խոսքը չի ասում, երբ որ դու գալիս ես եկեղեցի կամ ապաշխարում ես, ուշադրություն դարձրեք, ես կարևոր տեղ եմ կանգնում, երբ որ նույնիսկ դու ապաշխարում ես, չի ասում, որ դրանք մեռնում են, չի ասում, որ դրանք դուրս են գալիս ձեր վրայից ավտոմատ կերպով կամ մեխանիկորեն, ինքնըստինքյան, կամ մի կողմ չեն գնում ձեր կյանքից, ինչ է խոսքն ասում, ուրեմն սպանեցեք ձեր անդամները։ Ես ու դու սպանեք ձեր անդամները, դրանք չեն սպանվում, երբ որ ես ու դու ապաշխարում ենք, ապաշխարելուց հետո Տերը մեզ շնորհք է տալիս սպանելու դրանք։ Հին որևէ բան չի գնում, Տերը շնորհք է տալիս ինձ ու քեզ հեռացնելու հինը մեր կյանքից։ Այն, որ ես առանց իրա ոչ մի բան չեմ կարող անել, խոսելու, քննարկելու կարիք չկա, բայց դու շնորհք կտաս ինձ, եւ ես ամեն բան կարող եմ քեզանով, ամեն բան, ինչ որ պետքա սպանվի ու մեռնի իմ կյանքում, ես կարող եմ քեզանով։ Ինչ կասի 8-րդ խոսքը, բայց հիմա դուք էլ դեն գցեք այդ ամենը, ոչ թե դա դեն կգցվի, դուք դեն գցեք, դուք բռնողն եք եւ դուք դեն գցողն եք, դուք վերցնողն եք եւ դուք շպրտողն եք, դուք հինը պահողն եք եւ դուք հինը մերժողն եք, դուք հին հանդերձը հագնողն եք եւ հինը հանողն եք, ուրեմն հանեք հին մարդը իր գործերով ձեր վրայից, հին մարդը չի դուրս գա։ Մենք պիտի հանենք հին մարդը, պարզապես ես ու դու որոշում պիտի կայացնենք, ես ու դու պիտի խոնարհվենք իր առաջ, Տեր ես ուզում եմ հին մարդը հանել, բայց ես չունեմ այդ զորությունը, շնորհքը, օծությունը, դու ինձ զորացրու եւ ես կհանեմ, դու ինձ օծիր եւ ես կհանեմ, դու ինձ շնորհք տուր եւ ես կմերժեմ, դու ինձ օգնիր եւ ես կփախնեմ երիտասարդական ցանկություններից, դու ինձ օգնիր եւ ես կփախնեմ պոռնկությունից, դու ինձ օգնիր ես կփախնեմ պիղծ ունայնաբանություններից ու վիճաբանություններից, դու ինձ օգնիր,
Ես հեռուստացույցի ալիքը կփոխեմ։ Դու ինձ օգնիր։ Ես համակարգիչը կօգտագործեմ նրա համար, որպեսզի դու փառավորվես։ Դու ինձ օգնիր։ Եվ իմ բերանը միայն կխոսանա, որպեսզի ամեն լսողը շինություն ստանա։ Ոչ մի բան ինքնըստինքյան չի գնա։ Կամ ես ու դու կհանենք, կամ դրանք կմնան։ Մենք կարող ենք հանել, միայնակ ոչ։ Եվ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով, իր ստեղծողի պատկերի պես, ուր ոչ հույն կա, ոչ հերյա, ոչ թլպատություն, ոչ անթլպատություն, խուժ, դուրս, սկյութացի ծառա ազատ, բայց Քրիստոս է ամեն բանի մեջ։ Ուրեմն հագեք, սիրելիներ, մենք բաներ կա, որ պիտի հագնենք։ Լինել Քրիստոսի մեջ նշանակում է հանել որոշ բաներ և հագնել որոշակի բաներ։ Քրիստոսի մեջ լինելու համար մենք բաներ պիտի հագնենք։ Ուրեմն հագեք, ինչպես Աստծո ընտրյալներ, սուրբերու սիրելիներ, ողորմասիրտ գթածությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, երկայնամտությունը, իրար համբերելով եւ իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսը ձեզ ներեց, այնպես էլ դուք, եւ այս ամենի վրա հագեք սերը, որը կատարելության կապն է։ Խնդրում եմ ինձ հետ եղեք, մի փոքր ես կփորձեմ օրինակով ասել, գիտեք ես էստեղ ներքնազգեստ եմ տեսնում և վերնազգեստ, ներողություն, բաններ կան, որ մենք հագնում ենք, և ոչ մեն նորմալ է, որ դրանք չերևան, այլ անհրաժեշտ է, որ դրանք չերևան, չնայած այսօր, ներողություն։ Բայց խոսքը ինչ կասի, բաներ կան, որ մենք պիտի հագնենք, դրանք մարդկանց համար չեն, դրանք Աստծո համար են և մեզ համար են։ Ուրեմն կասի հագեք ողորմասիրտ գթածությունը, քաղցրությունը, խոնարհությունը, բաներ կան, որ պիտի մարդիկ տեսնեն, առնչվեն, մարդիկ պետք է տեսնեն, սա մարդու համար է։ Վերջապես գեղեցիկ հագնվելը նորմալ է, մեզ պետք է իրար համար, իրար հետ գեղեցիկ տեսնել իրար։ Հեզությունը, երկայնամտությունը, իրար համբերելով, իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսը ձեզ ներեց, այնպես էլ դուք, և այս ամենի վրա հագեք սերը, ամենի վրա հագեք սերը, սերը վերջին վերնահագուստն է, սերը միգուցե վերարկուն է, սերը միգուցե կոստյումն է, սերը այն է, ինչ որ դու դրանից հետո էլ բան չես հագնում դրա վրա, ինչու սերը, և սերը ամենաարտաքինն է, որովհետև մենք, երբ որ առնչվում ենք իրար հետ հանդիպում ենք, մենք իրականում տեսնում ենք ամենակարևորը նա, ինչ որ ամեն ինչի վրա է։ Եվ մենք հանդիպում ենք արտաքինին, և մենք հանդիպում ենք սիրուն։ Ամեն ինչի վրա հագի սերը, ես ու դու երբ որ կհանդիպենք, ես կհանդիպեմ քո սիրուն, և դա իմ ու քո կատարելության կապն է, դա կատարյալ ձևով կկապի ինձ ու քեզ, կատարյալ ձևով ինձ ու քեզ մեկ կանի, ամբողջական կդարձնի Քրիստոսի մեջ, ինչը սերը, սերը, գիտեք էստեղ խոնարհությունը, մարդկանց թվում է խոնարհությունը մարդու համար է, և խոնարհության պոզա կա, ինչ որ մի հատ ձև կա, դեմքի արտահայտ, խոնարհությունը իմ ու Աստծո համար է, բայց սերը իմ ու քո համար է։ Սերը ես հագել եմ խոնարհության վրա, երբ որ ես գնում եմ իմ ներքին սենյակ, ես հանում եմ որոշակի բաներ, և խոնարհությունով ծնկի եմ գալիս իմ Աստծո առջև, որտև դա իր համար է,
բայց երբ որ իմ ներքին սենյակից դուրս կգամ, ես նորից կհագնեմ սերը ու կգամ քեզ հետ հանդիպման։ Ամեն։ Լինել Քրիստոսի մեջ նշանակում է հագնել նոր մարդը, ստեղծողի, արարչի, պատկերի պես, հագնել սերը։ Ովքեր Քրիստոսի մեջ են, նոր արարածներ են, հները անցան, ամեն բան նոր է, ամեն։ Հռոմեացիս 13:14 Պողոս առաքյալը այստեղ ամեն բան կդնի մեկ անվան մեջ։ Ուրեմն ասում է 11-ից թույլ տվեք կարդամ։ Եվ այս արեք իմանալով ժամանակը, որ ժամն է արդեն քնից արթնանալու, որովհետև հիմա մեզ ավելի մոտ է փրկությունը, քան թե այն ժամանակ, երբ որ հավատացինք։ Գիշերը անցավ գնաց եւ ցերեկը մոտեցել է, ուրեմն դենք ցենք խավարի գործերը եւ հագնենք լույսի զենքերը, ինչպես ցերեկում պարգեշտությամբ ման գանք, ոչ թե անառակություններով, հարբեցություններով, խառը անկողիներով, պղծություններով եւ ոչ հակառակությունով ու նախանձով, բայց Տեր Հիսուս Քրիստոսին հագեք եւ մարմնի ցանկությունները կատարելու համար խնամք մի տարեք։ Ջանք մի արեք իրականացնել մարմնի ցանկությունները, իսկ ում հագեք Հիսուս Քրիստոսին։ Լինել Քրիստոսի մեջ նշանակում է հագնել Քրիստոսին։ Ինչ ես հագել այսօր։ Տեր օգնի ինձ ամեն օր հագնել Քրիստոսին տնից դուրս գալուց առաջ։ Մի գաղտնիք ասեմ, Քրիստոսին հագածել տուն գնանք։ Ոչ միայն Քրիստոսին հագնենք տնից դուրս գալուց։ Կամ ոչ միայն կիրակի օրը եկեղեցի գալուց հագնենք Քրիստոսին, այլ Քրիստոսին չհանենք մեր վրայից։ Քրիստոսին հագնենք գնանք երեխաների հետ խաղալու, ընտանիքով հաց ուտելու, կնոջ հետ խոսելու։ Հագնենք Քրիստոսին։ Ամեն ժամանակ, ամենուր, թե տանը, թե դրսում, թե աշխատանքի վայրում, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ, տարվա մեջ 365 օր։ Տեր օգնիր ինձ հագնել Քրիստոսին։ Լինել Քրիստոսի մեջ նշանակում է հագած լինել Քրիստոսին։ Եթե ես հագել եմ Քրիստոսին, ուրեմն ես նոր արարած եմ, հները անցնում են, ամեն բան նոր է։ Ամեն։ Տերը օրհնի քեզ։ Գնանք առաջ։ Սուրբ Հոգին մեզ օգնում է Քրիստոսի մտածելակերպը ունենալ, Քրիստոսի մտածելակերպը ձեռք բերել։ Լինել Քրիստոսի մեջ նշանակում է մտածել Քրիստոսի նման։ Գիտեք, երբեք որևէ բան մենք չենք կարող անել Քրիստոսի նման, միևնույն ժամանակ հիշեք, մենք պատվեր ունենք նմանվելու Քրիստոսին։ Պետրոս առաքյալն ասում է, ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ Սուրբ եղեք։ Երբեք մենք չենք կարող նմանվել Քրիստոսին, երբեք մենք չենք կարող հետևել նրան, երբեք չենք կարող գործել նրա գործերը։ Հովհաննես 14:12-ում ասեց, այն գործերը, որ ես գործեցի, դուք էլ կգործեք եւ ավելի մեծ գործեր կգործեք։ Մենք երբեք այս բաները չենք կարող անել իր նման, եթե չսկսենք մտածել իր նման։ Մենք նախ պիտի մտածենք իր նման, մենք պիտի ունենանք իր միտքը։ Առաջի Կորինթացիներ 12-րդ գլուխ, երկրորդ գլուխ, ներողություն։ Առաջի Կորինթացիներ 2-րդ գլուխ 12-ից 16 հատվածն եմ կարդում։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստծուց է, որ ճանաչենք այն բաները, որ Աստծուց տրվեցին մեզ, որն էլ խոսում ենք ոչ թե մարդկային իմաստության սովորած խոսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներով, հոգևորների հետ համեմատելով, բայց շնչավոր մարդը կամ հին մարդը, ում կյանքում հներն են տիրում, հոգու բաները չի ընդունում,
որովհետև նրանք հիմարություն են նրա համար եւ չի կարող գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում, բայց հոգևոր մարդը կամ նոր մարդը ամեն բան քննում է եւ ինքը ոչ ոքից չի քննվում, որովհետև ով իմացավ Տիրոջ միտքը, որ նրան բան սովորեցնի, բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Սուրբ Հոգին ինձ ու քեզ սովորեցնում է եւ կարող է սովորեցնել եւ կսովորեցնի, եթե մենք գնանք նրա մոտ, եթե մենք խնդրենք նրան, սովորեցրում ես մտածել Քրիստոսի նման։ Լինել Քրիստոսի մեջ նշանակում է մտածել Քրիստոսի նման։ Մենք Քրիստոսի միտքը ունենք։ Ամեն։ Պողոս առաքյալը Հռոմեացիների 12-րդ գլխում ասում է. մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք Աստծո կամքը հաճելին, բարին, հաճելին եւ կատարյալը։ Ամեն։ Ես ու դու պետք է նորոգվենք մեր մտքի նորոգության մեջ։ Եվ մեր միտքը կնորոգի Սուրբ Հոգին Աստծո խոսքի միջոցով։ Ուրիշ ճանապարհ չկա։ Մենք կգանք նրա առաջ։ Մենք կգանք խոսքի առաջ։ Մենք հիմա կտեսնենք խոսքի դերը քիչ հետո։ Եվ մենք կխնդրենք նրան. նորոգիր մեր միտքը խոսքի միջոցով։ Ու մեզ սովորեցրու մտածել Քրիստոսի նման, Քրիստոսի միտքը ունենալ։ Այլապես, եթե մենք ունենք հին մտածելակերպ, մեր կյանքում կտիրեն հին բաները։ Այնինչ մենք գիտենք, որ ապաշխարությունը մտածելակերպի փոփոխություն է, որը դրսևորվում է կենսակերպի փոփոխությամբ։ Ապաշխարությունը որոշակի խոսքերը չեն, որ ինչ որ մեկն անում է քո փոխարեն կամ դու անում ես ինչ որ մեկի ասածը հիշելով։ Ապաշխարությունը մտածելակերպի փոփոխություն է, որ դրսևորվում է կենսակերպի փոփոխությամբ։ Կողոսացիս 3-րդ գլխում Պողոս առաքյալն ասում է. եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ուրեմն վերի բաները, վերևի բաները փնտրեցեք, վերի բաների մասին մտածեցեք։ Հռոմեացիս 8-րդ գլխի 5-րդ խոսքում ասում է. ձեր միտքը ուղղեք դեպի հոգին, հոգևոր բաները մտածեցեք, հոգու բաները մտածեք։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 5-րդ խոսք, որովհետև մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում, իսկ հոգևոր լինողները հոգու բաներն են մտածում։ Լինել Քրիստոսի մեջ նշանակում է մտածել հոգու բաները, մտածել վերի բաների մասին, մտածել հավիտենականի մասին, փնտրել հավիտենականը։ Ամեն։ Հովհաննես 13:34 Սա ինձ համար մի լուրջ օրհնություն է եղել, չեմ կարող չասել։ Հովհաննես 13:34-ում Հիսուսն ասում է աշակերտներին. նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Գիտեք, երբ որ ես սա կարդացի, ոչ թե սա կարդացել Տերը կենտրոնացրեց սրա, որովհետև ես հարյուրավոր անգամներ կարդացել եմ սա։ Ասում են նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, բայց ես գիտեմ մի բան, դա նոր պատվիրան չէր։ Ամեն։ Իրար սիրելը նոր պատվիրան չէր։ Նույնիսկ փարիսեցիները, դպիրները եկան Հիսուսին փորձելու, ասեցին Տեր, ասա որն է մեծ պատվիրանը, Մատթեոս 22-րդ գլուխ։ Տերն էլ ասեց. սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ հոգով, մտքով, սրտով, զորությունով, որը ասում էր Մովսեսը։ Մովսեսի ժամանակից էր այս պատվիրանը։ Եվ երկրորդն էլ սրա նման, սիրիր ընկերոջդ ինչպես քո անձը կամ քո անձի պես։
Այսինքն իրար սիրելը նոր պատվիրան չէր, բայց ինչ է ասում է ստեղ Տերը։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ իրար սիրեք։ Ու ես այստեղ հասկացա, պատվիրանը նոր չէ, պատվիրանի կերպն է նոր։ Կերպը փոխված է, շարժառիթը փոխված է, սկզբունքը փոխված է։ Առաջինում ասում է, սիրիր ընկերոջդ ինչպես քո անձը։ Ինչպես ես սիրում եմ իմ անձը, հիմքը սա է։ Ինչպես ես կսիրեմ իմ անձը, այնպես սիրեմ քեզ։ Տերն ասում է հիմա նոր բան եմ ասում, ես փոխում եմ ստանդարտը, ոչ թե պատվիրանը սիրելու, այլ փոխում եմ ստանդարտը, ոչ թե սիրիր ինչպես քո անձը, այլ սիրեք իրար ինչպես ես ձեզ սիրեցի։ Նրանք, ովքեր ապրում են Քրիստոսի մեջ, կամ լինել Քրիստոսի մեջ, նշանակում է ապրել նոր պատվիրանով, նշանակում է սիրել իրար, ինչպես Քրիստոսը մեզ սիրեց։ Իսկ նա մեզ սիրեց, այնպես, որ իր կյանքը դրեց մեզ համար։ Այսուհետ ես ու դու նոր պատվիրան ունենք։ Ոչ թե ես քեզ պետքա սիրեմ ինչպես իմ անձը, ես քեզ պետքա սիրեմ այնպես, ինչպես Քրիստոսը ինձ սիրեց ու իր կյանքը դրեց ինձ համար։ Սա մեր նոր պատվիրանն է, եւ սրանով կարող են ապրել նրանք, ովքեր Քրիստոսի մեջ են եւ նոր արարածներ են։ Ամեն։ Փառք Տիրոջ։ Հովհաննես 15-րդ գլուխ 4-ից 7 հատվածը։ Այսօր իմ հովիվը կարդաց սրա մասին։ Ես այստեղ կկենտրոնանամ մի կարևոր բանի վրա։ Հիսուսն ասում էր. մնացեք ինձանում։ Որոշ թարգմանություններում գրված է մնացեք։ Այստեղ գրած է կացեք։ Կացել բառը արևմտահայերենից նշանակում է բնակվել, դա կացարան բառից է, բնակարան, կացարան։ Կենալ, բնակվել։ Կենալ բառը կյանքից է, մի տեղ, որտեղ դու անցկացնում ես քո կյանքը, կենալ, կացարան, բնակվել, կացեք ինձանում, բնակվեք ինձանում, եւ ես ձեզանում։ Ինչպես որ ճյուղը իր անձից չի կարող պտուղ բերել, եթե որդում չմնա, այնպես ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Ճյուղը, որդը Հիսուսն է, ճյուղերը մենք ենք։ Ասում է, եթե ճյուղը չմնա որդի մեջ, գիտեք, ճյուղը երբեք չունի այլընտրանք փոխելու իր բունը։ Մեկ տարբերակ կա, եթե բունը փոխվեց, նշանակում է ինքը կտրվեց։ Հասկանում եք։ Նա աճել է այդ բնից եւ հավիտյան պետք է կենա այդ բնում, ուրիշ տարբերակ չկա։ Ես ճյուղ եմ, մնացեք ինձանում եւ ես ձեզանում։ Երբ որ դուք իմ մեջ եք, այն ամենը, ինչ որ ունի բունը, ունի ճյուղը։ Սկզբից ես ասեցի, դուք ամեն բան ունեք։ Մենք քիչ հետո կկարդանք այդ խոսքը։ Ես ու դու ամեն բան ունենք։ Եթե ես ու դու Քրիստոսի մեջ ենք, ունենք այն ամենը, ինչ որ Քրիստոսի մեջ կա։ Գիտեք, իմ երեխաները ունեն այն ամենը, ինչ որ մեր տանը կա։ Անկախ նրանից իրենք դա հասկանում են, չեն հասկանում, իրենց այս պահին դա պիտանի է թե ոչ, օգտագործում են թե ոչ, բայց այն ամենը, ինչը որ կա, դա իրենցն է։ Կգա ժամանակ, որ իրանք կմեծանան, այդ ամենը, ինչ որ կա իմ տան մեջ, իրանք կկարողանան օգտագործել ու կիրառել, որտեղ դա իրենցն է, դա այսօր էլ իրենցն է։ Այն, ինչ որ ունի Քրիստոսը, նրանց ժառանգությունն է, ովքեր Քրիստոսի մեջ են ապրում։ Բնակվեք ինձանում եւ ես ձեզանում, ինչպես որ ճյուղը իր անձից չի կարող պտուղ բերել, եթե որդում չմնա, այսպես էլ դուք, եթե ինձանում չմնաք,
Ես որդն եմ, դուք ճյուղերը, նա ով մնում է ինձանում եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Եթե մեկը ինձանում չի մնում, նա դուրս կգցվի ինչպես ճյուղը եւ կչորանա, եւ կհավաքեն նրանց եւ կրակի մեջ կգցեն եւ կայրվի։ Եթե կենաք ինձանում եւ իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ որ կամենաք կխնդրեք ու կլինի ձեզ։ Ես գիտեք, աղոթում էի, Տեր ինձ սովորեցրու ինչպես մնալ քեզանում։ Եվ գիտեք Տերը ինչ բացեց։ Միակ պրակտիկ տարբերակը նա է։ Եթե իմ խոսքերը բնակվում են քեզանում, ուրեմն ես բնակվում եմ քեզանում։ Ես բնակվում եմ քեզանում խոսքի միջոցով։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե մնաք ինձանում, նկատեք 3 անգամ ասում է, եթե մնաք ինձանում եւ ես ձեզանում, բայց 4-ում պարզաբանում է, եթե դուք մնաք ինձանում եւ իմ խոսքերը ձեզանում մնան։ Ոնց իմանամ Տեր, դու ինձանում ես թե ոչ, կամ ես քեզանում եմ թե ոչ։ Շատ պարզ, նայիր տես իմ խոսքերը քեզանում են եւ դու իմ խոսքի մեջ ես թե ոչ։ Եթե դու իմ խոսքի մեջ ես եւ իմ խոսքերը քեզանում են, ուրեմն դու իմ մեջ ես եւ ես քո մեջ եմ։ Ոչ թե որ ես երբեմն կկարդամ Աստվածաշունչը, սա ընդհանրապես կապ չունի նրա հետ, թե իր խոսքերը իմ մեջ են թե ոչ։ Աստվածաշունչ երբեմն կարդալ չի նշանակում, որ նրա խոսքերը բնակվում են մեր մեջ։ Հեսու 1:8 ասում է. այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր ցերեկ, նկատեք առաջինը բերանը, այն կլինի մեր բերանում, չհեռանա մեր բերանից։ Երկրորդ, գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, այն պետքա լինի մեր մտքում, որպեսզի կատարես, այն պիտի լինի մեր գործերում, մեր ձեռքերի, մեր ոտքերի, մեր արարքների, մեր վարքի մեջ, որպեսզի կատարես ու պահես նրա գրվածի մեջ, այն ժամանակ դու հաջողակ կլինես եւ իմաստուն կլինես քո բոլոր ճանապարհների մեջ։ Ուրեմն 3 տեղ քո բերանում, քո մտքում գիշեր ցերեկ, ոչ թե կիրակի օրը, ոչ թե պաշտամունքին հաջորդող 1-2 ժամը, քանի մինչև մոռանալը։ Գիշեր ու ցերեկ, եթե դու մտածում ես իմ խոսքի մասին, եթե քո մտքի մեջ շրջանառվում է իմ խոսքը, եթե դու ծամում ես, եթե դու որոճում ես, եթե դու քննում ես, եւ ողջ այդ քննելու մտածելու նպատակը նա է թե ոնց պահեմ ու կատարեմ, նպատակը դա պահելու կատարելն է, նպատակը դրան հնազանդվելն է, նպատակը դրան հավատարիմ մնալն է։ Եթե բնակվեք ինձանում եւ իմ խոսքերը ձեզանում, ձեր բերանում, մտքում եւ գործերում, ինչ որ կամենաք, կխնդրեք եւ կլինի ձեզ։ Մենք այսօր շատ բաներ կամենում ենք, խնդրում ենք եւ չի լինում մեզ։ Որովհետեւ մենք չենք բնակվում խոսքի մեջ եւ խոսքերը չեն բնակվում մեր բերանում, մտքում եւ գործերում։ Եթե դու պատասխան ուներ, ստացար։ Եթե դու հարց ուներ, քեզ տանջող ստացար։ Եվ գիտեք ինչ, Տերը չի ասում, ինչ ես կամենամ, դուք այն կխնդրեք կստանաք։ Ասում է դուք ինչ կամենաք, կխնդրեք կստանաք, որտեվ արդեն գիտի, երբ որ իր խոսքերը բնակվեն մեր բերանում, մտքում, գործերում, մենք կկամենանք իր խոսքի համաձայն։ Որտեվ մենք ունենք Քրիստոսի միտքը արդեն, մենք ունենք Քրիստոսի մտածելակերպը, մեր միտքը նորոգված է, եւ մենք չենք կամենա երբեք մի բան, որ իր կամքին համապատասխան չի։ Դրա համար նա ազատորեն կասի, ինչ կամենաք կխնդրեք։ Եթե խոսքս բնակվում է ձեզանում, ես հանգիստ եմ, ինչ որ կամենաք կխնդրեք ու կլինի ձեզ։ Լինել Քրիստոսի մեջ նշանակում է բնակվել խոսքի մեջ, ապրել խոսքի իրականացումով, եւ խոսքը բնակվի մեր մեջ։ Ամեն։ Ես աստիճանաբար վերջին եմ մոտենում, կփորձեմ մի քանի րոպեից ավարտել։ Լինել Քրիստոսի մեջ նշանակում է ամեն բան ունենալ հորից։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 32 խոսք։
նա որ իր որդուն էլ չխնայեց, հապա մեր ամենքի համար մատնեց նրան, ինչպես նրանում ամեն բան չի շնորհի մեզ։ Քրիստոսում ամեն բան ունենք, ամեն բան։ Փիլիպեցիս 4:19 խոսքը. Եվ իմ Աստվածը կբավարարի ձեր ամեն կարիքը իր հարստության ճոխության չափով Հիսուս Քրիստոսի մեջ։ Ոչ թե այնտեղ, որտեղ դու նեղության մեջ պարզապես նեղը ընկանք հիշեցինք, նեղությունն անցավ, քեզ մոռացանք։ Ոմանց կյանքում Տերը ապա է։ Վթարկա, զանգում ենք ապա։ Ես մինչև այսօր ապա չեմ զանգել։ Վթար չի եղել։ Տերը պահի երբեք չզանգեմ։ Համաձայն եմ ամբողջ կյանքում իրենց ապահովագրական վճարը վճարել եւ իրենց չզանգել։ Տերը պահի երբեք չզանգեմ։ Թող Տերը միշտ տա ես իրենց կտամ, մենակ թե չզանգեմ։ Վթարկա, զանգում ենք ապա։ Վթար չկա, չենք զանգում։ Հիսուս ամեն օր իմ Տերն է, ոչ թե վթարի ժամանակ։ Ամեն։ Նա մեր բոլոր կարիքները իր փառքի հարստության ճոխության չափով կբավարարի ոչ թե երբ որ ես ու դու վթար ունենք, այլ Հիսուս Քրիստոսի մեջ։ Եթե ես ու դու Հիսուս Քրիստոսի մեջ կլինենք, մեր կարիքները կբավարարվեն նրա փառքի ճոխության չափով, ոչ թե մեր պատկերացրածով, ոչ թե մեր ուզածով, նրա փառքի հարստության ճոխության չափով, որտեղ Հիսուս Քրիստոսի մեջ, ուրիշ տեղ չկա։ Ուրիշ տարբերակ չկա։ Վերջաբան, Քրիստոսի մեջ լինելու ճանապարհը, ինչպես ես ու դու հաստատվենք Քրիստոսի մեջ, ես հիմա ասում եմ ճանապարհը, ես շատ բաներ ասեցի, լինել Քրիստոսի մեջ, նշանակում է ապրել նրա համար, ով մեռավ ու հարություն առավ մեզ համար, լինել Քրիստոսի մեջ, նշանակում է հանել հին մարդը իր գործերով եւ հագնել նորը, հագնել սերը, ապրել նոր պատվիրանով, ապրել նրա խոսքերի մեջ եւ նրա խոսքերը մեր մեջ, ամեն։ Ինչպես լինել Քրիստոսի մեջ, որն է ճանապարհը, ոնց ես ու դու գնանք Քրիստոսի մեջ, ոնց ես ու դու քննենք Քրիստոսի մեջ ենք թե ոչ։ Փիլիպեցիս 3 գլուխ, խնդրում եմ հետևի ինձ հետ։ Բաներ կա, որ ոչ միայն պետքա դու լսես, այլ պետքա քո աչքերը նայեն։ Փիլիպեցիս 3 գլուխ 7-ից 11 հատվածն եմ կարդում։ Մեկից եմ կարդում, որպեսզի կոնտեքստի մեջ լինենք։ Այսուհետև իմ եղբայրներ, ուրախ եղեք Տերում, ուրախ եղեք Տերում։ Միևնույն բաները ձեզ գրել ինձ համար ձանձրություն չէ, բայց ձեզ ապահովություն է։ Զգուշացեք շներից, զգուշացեք չարմշակներից, զգուշացեք թլպատությունից, որովհետև մենք ենք թլպատությունը, որ հոգով պաշտում ենք Աստծուն եւ պարծենում ենք Քրիստոս Հիսուսով եւ մարմնի վրա վստահություն չունենք։ Թեև ես վստահություն ունեմ մարմնի կողմանել, եթե մեկը կարծի, թե իր մարմնի վրա վստահ է, առավել եւս ես։ 8 օրվա թլպատված Իսրայելի ազգից, Բենյամինի ցեղից, եբրայեցիներից, օրենքի կողմանե փարիսեցի, ջերմեռանդության կողմանե հալածում է եկեղեցուն, օրենքի արդարությանը նայելով անարատ էի, բայց ամեն բան, խնդրում եմ այստեղ ուշադիր եղեք, ինչ որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար, եւ հենց ամեն բաներն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցի եւ ես աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ եւ նրանում գտնվեմ եւ ոչ թե իմ արդարությունը ունենամ, որ օրենքից է, այլ Քրիստոսի հավատքից եղած արդարությունը, որ ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքներին մասնակից լինելը, նրա մահվանը կերպարանակից լինելով, որպեսզի մեռելների հարությանը հասնեմ։